Կոչված բռնության փաստով ձերբակալված բոլոր 6 ոստիկանների նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը դատարանը կքննարկի ժամը 1-ին։ Նիստը կկայանա Գորիում։ Ոստիկաններին մեղադրանք պաշտոնապես առաջադրվել է 3։ Հետաքննությունը ընթանում է Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասի B ենթակետով, ինչը ենթադրում է աշխատանքային լիազորությունների չարաշահում բռնության կիրառմամբ։ Հետաքննություն է սկսվել նաև Պապունա Լոցուլաշվիլիի նկատմամբ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով։ Հիշեցնենք, որ Գորիում այսպես կոչված կոմբինատի բնակավայրում իրավապահները ֆիզիկական բռնության են ենթարկել 2 անձի՝ Պապունա Լոցուլաշվիլիին եւ նրա ընկերոջը։ Ձերբակալվածներից մեկը պարեկային ոստիկանության աշխատակից է, որի փաստաբանի հայտարարությամբ տեսանյութերում իր պաշտպանյալի հանցագործությունը չի արձանագրվում։ Վրաստանում Ամերիկայի պետվարչության պատվիրակության այցի ֆոնին փոխադարձ մեղադրանքներ են հնչում իշխանության եւ ընդդիմության միջև։ Վրացական երազանքում գտնում են, որ Ամերիկա-Վրաստան հարաբերությունների վերագործարկման ֆոնին ընդդիմությունը նպատակաուղղված վնասում է հաղորդակցությանը։ Շեշտը դրվում է Գեորգի Կանդելակիի համահեղինակությամբ պատրաստված զեկույցի հիման վրա հրապարակված հոդվածների վրա, որոնց համաձայն Վրաստանը, որը ժամանակին ԱՄՆ-ի ուժեղ դաշնակիցն էր, դարձել է Իրանի կողմից գործակալների հավաքագրման եւ ահաբեկչական գործողությունների համար բարենպաստ հիմքի։ Ընդդիմությունում էլ ասում են, որ Ամերիկայի հետ հարաբերությունների վերագործարկումը վրացական երազանքի իշխանության պայմաններում չի կարող լինել։ Պետվարչության ներկայացուցիչներն այսօր կլքեն Թբիլիսին։ Նրանք հանդիպել են իշխանության ներկայացուցիչների, ընդդիմադիր կուսակցությունների եւ Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հետ։ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանի հետ բանակցություններում բոլոր խաղաքարտերը ԱՄՆ-ի ձեռքում են։ Նրա խոսքով Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ ունի հսկայական լծակներ եւ եթե բանակցությունները նպաստավոր արդյունք չտան, Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսելը կրկին հնարավոր է։ Fox News-ին տված հարցազրույցում Սպիտակ տան առաջնորդը նաեւ հայտարարել է, որ եթե համաձայնագիրը ԱՄՆ-ի համար ընդունելի չլինի, ԱՄՆ-ն պատրաստ է ուժ կիրառել։ Թրամփը կրկնել է, որ ռազմական տեսանկյունից ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանին։ Ձերբակալվել են եւս 2 անձինք, որոնք ուսուցիչ Գիգա Ավալյանի մահվան գործով գլխավոր ֆիգուրանտների հետ միասին մեղադրյալներ են այլ քրեական գործով։ Խոսքը վերաբերում է բռնությամբ խմբակային գործողությանը մասնակցելուն, որը առանձնացված է որպես առանձին քրեական գործ։ Ձերբակալվել եւ մեղադրանք է առաջադրվել Իրակլի Սուլաբերիձեին եւ Դեմետրե Կասրաձեին։ Հետաքննության տվյալներով նշված անձինք, ինչպես նաեւ Ալեքսանդրե Գաբաշվիլին, Գեորգի Ռիկաձեն, Դեմետրե Չիքովանին եւ այլ անձինք իրենց համար անընդունելի մարդկանց պատժելու նպատակով կազմակերպել են խմբակային գործողություններ։ Նրանք տարբեր հաղորդակցության միջոցներով եւ աղջիկների անունից կապ են հաստատել ընտրված զոհերի հետ, համոզել նրանց հանդիպել նախապես ընտրված վայրում եւ ժամին, ապա դարանակալել եւ խմբակային բռնության ենթարկել, որը արձանագրել են տեսախցիկով, իսկ տեսանյութերը պահպանել բջջային հեռախոսներում եւ տարածել նպատակային խմբերում։ Անվանվում են նաեւ կոնկրետ դեպքեր, օրինակ 2025 թվականի փետրվարին Դիդիդիղոմի 3-րդ միկրոշրջանի հարակից տարածքում տեղի ունեցած եւ հեռախոսով նկարահանված բռնությունը, ինչպես նաեւ նույն տարվա հուլիսին տեղի ունեցած նմանատիպ հանցագործությունը։ Հիշեցնենք, որ Գիգա Ավալյանի գործի գլխավոր ֆիգուրանտները Ալեքսանդրե Գաբաշվիլին, Գեորգի Ռիկաձեն եւ Դեմետրե Չիքովանին այս առանձնացված գործով արդեն դատարանի կողմից ճանաչվել են մեղավոր։ Ռուսական անօդաչու թռչող սարքը Ռումինիայի սահմանամերձ Գալաց քաղաքում բախվել է 10 հարկանի շենքի։ Բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել եւ 2 մարդ, կին եւ 14-ամյա երեխա վիրավորվել են։ Հարձակման պատճառով շենքից տարհանվել է 70 մարդ։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ շենքին բախվել է ռուսական անօդաչու թռչող սարք։ Միջադեպը առաջին դեպքն է, որը վնասներ է պատճառել։ Ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռումինիայի նախագահը հրավիրել է պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ եւ հայտարարել, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը։ Նրա խոսքով Ռումինիան ոչ մի դեպքում թույլ չի տա, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը տարածվի իր քաղաքացիների վրա։ Միևնույն ժամանակ լրատվամիջոցների տեղեկություններով կատարվածի պատճառով Ռումինիան եւ Ֆրանսիան կանչել են Ռուսաստանի դեսպաններին։
Իրանի եւ ԱՄՆ-ի միջև համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։ Տեղեկությունը տարածում է իրանական Թասնիմ լրատվական գործակալությունը եւ նշում, որ հնարավոր փոխըմբռնման հուշագրի տեքստը դեռ հաստատված չէ։ Տարբերվող տեղեկություններ է տարածում արևմտյան մամուլը։ Axios-ը, Reuters-ը եւ IP-ն պաշտոնական աղբյուրներին հղումով գրել են, որ համաձայնությունը ձեռք է բերվել եւ այժմ գտնվում է Դոնալդ Թրամփի սեղանին վերջնական հաստատման համար։ Axios-ի տեղեկությամբ 60-օրյա փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է հրադադարի շարունակություն եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։ Զուգահեռաբար իրանական լրատվամիջոցների տվյալներով անցած գիշեր Իրանը Բուշեր քաղաքի մերձակայքում վայր է գցել ամերիկյան անօդաչու թռչող սարք։ Ավելի վաղ Ֆարս գործակալությունը տարածել էր տեղեկություն, որ Թեհրանը երկրի հարավից է հրթիռներ արձակել։ Գործակալության տվյալներով հրթիռները ուղղված են եղել կոնկրետ թիրախների։ Հունգարիայի վարչապետը նաև ասում է, որ Եվրամիության կողմից սառեցված ֆոնդերի ազատման վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը շատ մոտ է։ Բրյուսել կատարած պաշտոնական այցի ընթացքում Մադյարը նշել է, որ Հունգարիայի եւ Եվրամիության միջև հարցերի մեծ մասով հաջողվել է համաձայնության հասնել։ Ինչպես հայտնի է, Հունգարիայի նոր կառավարությունը մինչև օգոստոսի 31-ը ունի ժամանակ ապաշրջափակելու Եվրամիության ֆոնդից 6 միլիարդ եվրոյի դրամաշնորհներն ու գրեթե 4 միլիարդ եվրոյի արտոնյալ վարկերը։ Եվրամիությունը չինական սեփականությունում առկա Թեմու առցանց մանրածախ առևտրի ընկերությանը 200 միլիոն եվրոյի չափով տուգանել է ապօրինի ապրանքների վաճառքի համար։ BBC-ի տեղեկությամբ արգելված ապրանքների թվում եղել են երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ եւ վնասված լիցքավորիչներ։ Ըստ Եվրամիության հետաքննության, Թեմուի միջոցով գնված էլեկտրական լիցքավորիչների մեծ մասը չի համապատասխանում էլեկտրական անվտանգության հիմնական նորմերին։ Հետաքննությունը նաեւ պարզել է, որ մանկական խաղալիքների մեծ մասը վտանգ էր ներկայացնում անվտանգության համար, պարունակում էր մեծ քանակությամբ քիմիական նյութեր կամ ուներ փոքր անջատվող մասեր, որոնք փոքրահասակ երեխաների խեղդվելու վտանգ էին ստեղծում։ Տուգանքի վերաբերյալ ընկերությունում հայտարարել են, որ համաձայն չեն որոշման հետ եւ այն համարում են անհամաչափ։ BBC-ն գրում է, որ Թեմուի դեմ հետաքննությունը ընթանում է 2024 թվականի հոկտեմբերից, պարզելու համար, թե արդյոք ընկերությունը կատարում է Եվրամիության օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները։ Խոշոր չափերի կատարված խարդախության մեղադրանքով Ռուսթավիում ձերբակալվել է 1 անձ։ Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը տարբեր ժամանակներում խոշոր նյութական օգուտ ստանալու նպատակով արագ վճարման ապարատներում գումարի փոխարեն տեղադրել է կեղծ թղթադրամներ, ինչի հետևանքով ընկերությանը պատճառվել է ավելի քան 7000 լարիի նյութական վնաս։ Մեղադրյալի անձնական խոզարկության արդյունքում կեղծ թղթադրամներն առգրավվել են որպես իրեղեն ապացույց։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 7 տարվա ժամկետով ազատազրկում։ Ապրիլին Վրաստանի տնտեսությունն աճել է 6.2%-ով, իսկ վերջին 4 ամիսներին 8.3%-ով։ Տեղեկությունը տարածում է ազգային վիճակագրական ծառայությունը։ Նրանց տվյալներով աճին զգալի նպաստ են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մշակող արդյունաբերությունը, տեղեկատվությունն ու հաղորդակցությունը, տրանսպորտն ու պահեստավորումը, առևտուրը, ինչպես նաև ֆինանսական եւ ապահովագրական գործունեությունը։ Նվազման միտում է արձանագրվել շինարարության եւ հանքարդյունաբերության ոլորտներում։